ձեզ ասում եմ, եթե չընտրենք Փաշինյանին, կլինի պատերազմ, դա սուտ է։ Այ եթե ընտրենք Փաշինյանին, կլինի գիտեք ինչ, ոչ թե պատերազմ, այլ պարտություն, դանդաղ, սարսափելի, ստորացուցիչ պարտություն, արտագաղթով, լացուկոցով և մի շարք անվերադարձ գործընթացներով։ Եթե ընտրեք Փաշինյանին, Հայաստանը չի մտնի Եվրամիություն։ Եվ ես այսօր պատրաստվում եմ ձեզ հետ քննարկել, ինչ կլինի, եթե չմտնենք Եվրամիություն, այսինքն ընտրենք Փաշինյանին։ Ընտրենք սխալ եմ ասում, որտեղ ես Փաշինյանին չեմ ընտրելու։ Դա չի նշանակում, որ ես ընտրելու եմ Կարապետյանին, Քոչարյանին կամ մնացածներին, ոչ։ Ես առաջարկում եմ ոչ թե երկու չարիքներից ընտրել նվազագույնը, այլ ընտրել միակ հնարավորությունը փրկելու մեր երկիրը, ձեր երեխաներին։ Դա Եվրամիություն ընտրելն է, այսինքն ընտրել այն ուժերին, որոնք հստակ կտանեն Հայաստանը դեպի Եվրամիություն։ Ինչ բան է Եվրամիությունը։ Մեզ համար նախ եւ առաջ անվտանգությունն է, նախ եւ առաջ։ Դա նշանակում է, որ չի լինի պատերազմ։ Պատերազմ չլինելու համար, թույլ չտալու համար, ոչ թե Փաշինյանին է պետք ընտրել, այլ Եվրամիությունը։ Դա է, կրկնում եմ, միակ երաշխիքը։ Ինչու եմ ես դա պնդում։ Տեսեք, Եվրամիությունը ստեղծվեց մոտավորապես 75 տարի առաջ, 1950-ական թվականներին, երբ Գերմանիա եւ Ֆրանսիայի ղեկավարները որոշեցին ստեղծել, այն ժամանակ դա կոչվում էր պողպատի եւ ածուխի միություն, մի քիչ տարօրինակ է Եվրամիության համար, գաղափարը ավելի հին է, դեռ 1922 թվականին ծնվեց գաղափարը, որ ավերված առաջին համաշխարհային պատերազմով քանդված ու կոտրված Եվրոպան որոշեց, որ եվրոպական ոգին է պետք պահպանել եւ մի շարք փիլիսոփաներ, մի քանի արքաներ, այդ թվում թագավորությունը կորցրած Ավստրո-Հունգարիայի թագավորական ընտանիքը Հաբսբուրգները, իրենք էին որոշել եւ աշխատեցին եւ բերեցին նրան, որ երկրորդ համաշխարհային պատերազմից հետո Ֆրանսիան ու Գերմանիան տնտեսական միություն կապեցին։ Այսինքն Եվրոպա տարբեր երկրներ ու ազգերը մտնում են տարբեր պատճառներով։ Տնտեսությունները միավորել, որովհետև Եվրոպան քարուքանդ էր երկրորդ համաշխարհային պատերազմից հետո, հատկապես Գերմանիան։ Մի շարք այլ պետություններ մտնում էին ոչ այնքան տնտեսական, այլ գաղափարական պատճառներով, սկանդինավյան երկրները օրինակ, Նիդերլանդները, Բելգիան, Դանիան, այլ պետությունները մտնում էին եւ առևտրական եւ ռազմական պատճառներով, բայց երևի Հայաստանը դա առաջին պետությունն է, կամ ասենք այսպես, հետխորհրդային պետությունները առաջին ալիքն են, որ մտնում են նախ եւ առաջ անվտանգության համար։ Հանուն անվտանգության է ձգտում դեպի Եվրոպա Ուկրաինան, Մոլդովան, Հայաստանը։ Եթե Էստոնիան, Լատվիան ու Լիտվան 20 տարի առաջ չհասնեին հայտ ներկայացնել Եվրամիություն ու չդառնային Եվրամիության եւ ՆԱՏՕ-ի անդամներ, ապա վստահ եմ, ռուսական տանկերը կլինեին արդեն Վիլնյուսում, Տալինում ու Ռիգայում, կասկած չկա։ Հայաստանը մի փոքր այլ վիճակում է։ Հիմա արդեն մեզ սպառնում են ոչ թե տանկերով, այլ բանկերով։ Թուրքերը եւ ադրբեջանցիները իրականում հիմա չեն պատրաստվում պատերազմել Հայաստանի դեմ, որովհետև դա չափազանց վտանգավոր է իրենց համար։ Փոխվեց արդեն այդ պահը դուրս եկավ եւ մեր իրավիճակը այդքան անորոշ է ոչ թե այն պատճառով, որ
մեր գլխին հենց ռազմական վտանգն է կախված, թեև պետք լինի եւ Թուրքիան եւ Ադրբեջանը չեն վարանի փորձել իրենց բախտը եւս մեկ անգամ, բայց ամենամեծ վտանգը անգամ դա չէ։ Ամենամեծ վտանգն է այն, որ մեզ սպառնում է տնտեսական կլանումը, եւ Թուրքիան ու Ադրբեջանը արդեն անցել են դրան։ Ուստի նախ եւ առաջ Եվրամիության հետ միանալը նշանակում է տնտեսական անվտանգություն։ Բնականաբար Եվրոպան իր տարածքներ, իր պատասխանատվության գոտին պաշտպանում է նաև ռազմական ուժերով։ Ու տեսեք, այս օրերին կատարում է մի շատ կարևոր, հետաքրքիր եւ վտանգավոր մի գործընթաց։ Միացյալ Նահանգները դուրս են գալիս ՆԱՏՕ-ից։ ՆԱՏՕ-ն վերանում է։ Եվրոպան դա կանխատեսում էր եւ արդեն ամիսներ առաջ Ֆրանսիան սկսեց եռապատկել իր միջուկային զենքերը։ Եվրամիության միակ միջուկային երկիրն է Ֆրանսիան։ Եվ դա փայլուն հնարավորություններ էր ստեղծում Հայաստանի համար։ Այն, որ ժամանակին Լևոն Տեր-Պետրոսյանը չօգտագործեց Ժակ Շիրակի, Ֆրանսիայի նախագահի անչափ բարի վերաբերմունքը Հայաստանին, դա մեծագույն կորուստ էր։ Տեր-Պետրոսյանը ընտրեց ռուսական վեկտորը, եւ այդպես էլ շարժվեցին մյուսները՝ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը։ Սերժ Սարգսյանը ապրիլյան պատերազմից անմիջապես հետո փորձեց կտրուկ փոխել դա։ Քչերն են հիշում, բայց անմիջապես ապրիլյան պատերազմից հետո, ապրիլի 5-ին, եթե չեմ սխալվում, հաջորդ իսկ օրը, 5-ին թե 6-ին, Սերժ Սարգսյանը մեկնեց Բեռլին, որտեղ այդ պահին Եվրոպական խորհրդարանի ինչ-որ վեաժողով էր անցնում, եւ արտահերթ ելույթում հայտարարեց, որ Հայաստանն այլևս չունի քաղաքական հովանավոր։ Հայաստանում դա գրեթե չեն նկատել, Եվրոպայում նկատել են եւ նկատել են Մոսկվայում։ Եվ հենց այդ հայտարարությունից հետո Սերժ Սարգսյանի ճակատագիրը կանխորոշված էր։ Պուտինը սկսեց փնտրել դրա փոխարեն մեկ ուրիշին։ Եվ դա կամաց-կամաց բերեց 2018 թվականի այսպես կոչված Թավշյա հեղափոխությանը։ Այս օրերին, ապրիլյանի 10-ամյակին ուղիղ, ապրիլի 1-ին, Պուտինը հրավիրում է Կրեմլ արդեն Փաշինյանին։ Երևի ոչ թե Կրեմլ, նա վախենում է Կրեմլ գնալ, որտեղ են հանդիպել էական չէ։ Օգարյովը կամ որևէ մեկ այլ Պուտինյան բունկերում, էականը դա չէ։ Էականը որ ընտրություններից առաջ Փաշինյանը գնում է Մոսկվա, որը մեր այսօրվա Թիզբոնն է։ Իմիջիալուց Պուտինը իրեն յուրահատուկ ցինիզմով ընտրում է հենց ապրիլի 1-ը, որը հայտնի է որպես խաբեբայության եւ ապուշների օր, ոչ մի բան այստեղ պատահական չէ։ Եվ Պուտինը շատ անսովոր ելույթ է ունենում, նա վաղուց արդեն ելույթներ չէր ունեցել, նա սովորաբար վերջի ամիսներին ընդամենը կարդում է թղթի վրա գրած բաներ։ Եվ նա ասաց, որ Հայաստանը չի կարող գնալ Եվրոպա մնալով Եվրասիական միության, այսինքն ռուսական տնտեսական ազդեցության տակ։ Եվ Փաշինյանը դա ընդունեց։ Դա էր գինը, որը Փաշինյանը վճարում է Ռուսաստանին իր վերընտրության թույլտվությունը ստանալու համար։ Եվ այս պահին կատարվում է աննկատ գրեթե մի սարսափելի դավաճանություն։ Ես ապշում եմ, երբ որ պալատական սազանդարները եւ կարճամիտ բլոգերները, մեկնաբանները հիանում են, թե ինչ խիզախ պահեց իրեն այնտեղ Փաշինյանը։ Նա ասեց, որ դուք գիտեք, ի տարբերություն Ռուսաստանի, Հայաստանում ազատ ինտերնետ է, կարծես թե Հայաստանն է
ինտերնետը ազատ դարձրել։ Ամենակարևորը ոնց որ թե չնկատեցին։ Կարևորը այն է, որ Փաշինյանը համաձայնվեց չանդամակցել Եվրամիությանը։ Եվ դա նշանակում է, որ Հայաստանը մնում է վերին աստիճանի վտանգված վիճակում։ Ինչ ենք մենք կորցնում անվտանգությունը։ Մենք կորցնում ենք Եվրոպայում զարգանալու տնտեսական հսկայական հնարավորություններ ստանալու մեր գրեթե վերջին շանսից։ Ես ասել եմ ու օգտվելով առիթից նորից եմ կրկնում։ Անկամ եթե Հայաստանը միայն հայտ ներկայացնի Եվրամիության անդամակցության համար, Հայաստանի համար բացվելու է ազատ տնտեսական գոտու FTA Free Trade Area կոչվող մի ձևաչափ, որի մեջ վաղուց արդեն մտնում է Թուրքիան, քանի որ Թուրքիան չեն ընդունում Եվրամիություն, որպես փոխհատուցում Եվրոպան թույլ տվեց ազատ տնտեսական գոտի, այսինքն առանց բարձր տարիֆների, սահմանային հարկերի տնտեսական շրջանառություն Թուրքիայի Եվրամիության միջև։ Այդ նույն արտոնությունն ունի օրինակ Վրաստանը, Մոլդովան, Ուկրաինան նույնպես։ Եվ դա նշանակում է, որ այդ երկրների միջև տնտեսական խոչընդոտներ չկան, սահմանները բաց են։ Ես կրկնում եմ, միայն հայտը արդեն կբացեր Հայաստանի համար Թուրքիայի սահմանը։ Թուրքիան իրավունք չունի փակ պահել սահմանը, ոչ թե զորբայություն է անում եւ միջազգային ինքը ոչ մի ձևով իրավունք չունի փակել սահմանը, բայց ինչ-ինչ պատճառաբանություն է բերում, սակայն պատճառաբանությունները քաղաքական են, իսկ զուտ տնտեսական առումով, եթե ազատ տնտեսական եվրոպական գոտու անդամ Թուրքիան որևէ մեկ այլ անդամի համար փակի սահմանը, բոլոր սահմանները Թուրքիայի համար փակված կլինեն։ Ուստի միայն հայտը Եվրամիության անդամակցությանը բացելու էր Թուրքիայի սահմանը Հայաստանի համար։ Հիմա Թուրքիան կարող է բացել սահմանը իր պայմաններով, ցանկացած պահին այն փակելու կամ մասնակի բացելու կամ ընտրովի բացելու իր պայմաններով։ Եվ դա շատ վտանգավոր է Հայաստանի համար։ Դա նոր կախվածություն է ստեղծելու։ Շենգեն, մի բան, որը բոլորը հիշում են, երբ որ լսում են Եվրոպայի անունը։ Ինչ է նշանակում ազատ վիզային ռեժիմ։ Ես 3 օրով մեկնելու եմ Եվրոպա հանդիպումներ համար մայիսի սկզբին եւ դուք գիտեք ինչ ցածր գներ են առաջարկում մեզ այդ low cost-երներով, մենք փաստորեն ավելի ցածր գին ենք վճարում 4-5-6 օր Եվրոպայի ճանապարհորդության համար, քան ասենք Ծաղկաձոր գնալ մի շաբաթով։ Համեմատեք այդ գները։ Դա անհեթեթություն է։ Եվ եթե դա բացվի, ապա պայմանական Ծաղկաձորը, Դիլիջանը կամ չգիտեմ էլ որ մի էլիտար հանգստավայրը Հայաստանում ստիպված կլինի իջեցնել գները։ Բացի դա, Եվրոպան վերաբերվում է իր անդամ երկրներին որպես իր ոչ միայն գործընկերոջը, այլ իր պատասխանատվության տարածքին, որտեղ անմիջապես սկսում են գործել հատուկ արտոնություններ, օրինակ գյուղատնտեսության համար։ Հայաստանի գյուղատնտեսությունը, որը բավական ռիսկային է, անմիջապես ստանալու է Եվրոպայից ոչ միայն լավագույն տեխնոլոգիաներ, նորամուծություններ, սերմացու շատ որակյալ, այլ նաև բարձրագույն չափանիշներ, որովհետև գաղտնիք չէ, որ մեր երկրում շատ քիչ գյուղատնտեսական ապրանք է արտադրվում, չեմ ասի եվրոպական չափանիշների, սովորական մարդկային չափանիշների, մեր կարագը, մեր պանիրը, մեր ջուրը, մեր հացը, ցավոք սրտի չեն համապատասխանում
ոչ թե եվրոպական, այլ սովորական, տարրական առողջապահական չափանիշների։ Մեզնից թաքցնում են, բայց դուք երևի գիտեք, որ քաղցկեղի աստիճանը Հայաստանում աշխարհի ամենաբարձրների մեջ է, որովհետև բնապահպանական չափանիշները խայտառակ են։ Մենք չենք մոռացել, չէ՞ որ ամիսներ առաջ Երևանի աղտոտվածությունը օդի մի քանի 100 անգամ էր անցել վերջին ընդունելի չափանիշները։ Եվ դա ոչ միայն կրկնվելու է, դա օրեցօր վատանում է, որովհետև չունենալով եվրոպական չափանիշներին համապատասխանելու պարտականություն, չունենալով վերահսկողություն եվրոպական, իսկ այն անհրաժեշտ է լինելու, եթե մենք դառնանք Եվրամիության անդամ, Հայաստանի Երևանի քաղաքապետարանը շարունակում է շին թույլտվություններ տալ եւ վերջին 1-2 տարում 300 բարձրահարկ եւ գերբարձրահարկ շենքեր են կառուցվում ձեր բակերում, ձեր տներից, ձեր պատուհաններից 5-6 մետր հեռավորության վրա, սեյսմիկ ակտիվ գոտում։ Այդ խցանումները, որոնք խեղդում են մեր քաղաքը, ինչից են։ Եկեք չձևանանք, որ չգիտենք։ Նրանից են, որ քանդվում է քաղաքի ենթակառուցվածքը, որ Երևանում է միայն կուտակված ամբողջ աշխատուժը, եւ մարդիկ ուրիշ քաղաքներից գալիս են Երևան ամեն առավոտ եւ գնում են Երևանից տուն ամեն երեկո 100 հազարավոր մեքենաներով եւ Երևանը կաթվածար է լինում հենց այդ պատճառով։ Այդ անվերջ շինարարությունը եւ դրա շինարարական փոշին, բեռնատարները դրանց սալարկայով, էքսկավատորները, անվերջ փչացող ասֆալտը, որ անորակ են գցում, որ մի տարի կամ կես տարի հետո նորից գցեն, որտեղ դա փող է, ծառերի հատումը, այդ ամենը անտերությունից է, իսկ ինչից է գալիս անտերությունը, որովհետև կառավարությունը հաշվետու չէ ոչ ոքի։ Ահա ինչու իրենք չեն ուզում գնալ Եվրոպա, որտեղ Եվրոպան դա հաշվետվություն է, դա ամեն մի ծախսված գրոշի հաշվետվություն է։ Մի բան, որից ամենից շատ վախենում են այսօրվա կառավարիչները։ Անցնենք ինչին, առողջապահությանը, կրթությանը, Եվրոպան թույլ չի տա խախտումներ այս առումով, որովհետև Եվրոպան միտված է դեպի հավասարություն։ Եվրոպան թույլ չի տա 10,000 դրամով բարձրացնել թոշակները, որովհետև գիտեք, Արևմտյան Եվրոպայում ամենաբարձր, ասենք, աշխատավարձը Լյուքսեմբուրգում 57 եվրո է մի ժամ, չէ, կներեք, 75 եվրո է մի ժամվա համար։ Դանիայում, Նորվեգիայում 55 է։ Ամենացածրը այսօր Բուլղարիայում է եւ Հունգարիայում 12-15 եվրո։ Մեկ ժամ, ոչ թե մեկ օր, մեկ ժամ։ Այսինքն նորմալ եվրոպական երկրներում մեկ օրում աշխատավարձը հավասար է մեր միջին ամսական աշխատավարձի, թոշակի։ Եվրոպան թույլ չի տա նման խայտառակություն։ Այն 5,000-ը կամ 10,000-ը, որը բաժանում է հիմա կառավարությունը թոշակառուներին որպես թոշակների բարձրացում, որտեղից են այդ փողերը։ Եվրոպայից վերջերս ստացած 200 միլիոն sustainable stability կարծեմ կոչվող մի գրանտ է, դրամաշնոր է։ Անգամ կաշառքը, որը թոշակառուներին բաժանում է կառավարությունը, դա եվրոպական փողեր են։ Ես պարբերաբար կանդրադառնամ այս հարցին։ Ավարտելով այսօրվա մեր հանդիպումը, ես ընդամենը կասեմ երկու բան։ Առաջինը, եթե ընտրում եք պրոռուսական ուժերին կամ ռուս-թուրքական այս ուժերին, այսօրվա իշխող, մենք Եվրոպա չենք մտնելու։
Եվ երկրորդը, որպեսզի մենք կարողանանք շարունակել այս խոսակցությունը, քանի դեռ ինտերնետը չեն փակել, YouTube-ը ինչպես Ռուսաստանում, դրան էլ կհասնենք, բաժանորդագրվեք, որպեսզի մենք կարողանանք խոսել, քանի դեռ մեր բերանը և ձեր ականջները չեն փակել վերջնականապես։ Լավ օր ձեզ։